Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, բայց Երևանի քաղաքապետի թեկնածուներն այսօր էլ ակտիվորեն աշխատել են։ Զարուհի Փոստանջյանը միանգամից մի քանի վարչական շրջան է այցելել։ Նախ Երկիր-Ծիրանի կուսակցության նախընտրական բուկլետներն է բաժանել Երևանի կենտրոնում, նախկին Փակշուկայի տարածքում գործող Երևան City սուպերմարկետում։ Աշխատակիցներից մեկը իդեպ փորձել է թույլ չտալ նկարահանում կատարել, բայց կանայք արագորեն լեզու են գտել։ Մենք հանրային տարածքում ենք, կարող եք ասել իրավական հիմքերը նկարահանում, որովհետև մեզ ինձ են նկարահանում, ոչ թե ձեզ, ես էլ քարոզարշավի մեջ եմ։ Դուք ձեզ կարող եք Համեցեք, դուք եք ծանոթացեք, Երևան տակիչ եք։ Իսկ Նուբարաշենում Զարուհի Փոստանջյանը խոսել է աղբավայրի խնդրի մասին։ Կար ծրագիր, որի ներքո պետք է աղբան մշակում տեղի ունենար, վերամշակում, նախ այդ աղբից կարող են ստանալ հենց նորից ապրանքներ եւ երկրորդը կարող էր այդ արդեն եթե հնարավոր չէր ստեղծել նոր ապրանք, ապա վերամշակել ստանալ մեկ այլ ապրանք եւ նաեւ վերամշակման միջոցով ստանալ էլեկտրոէներգիա, բայց քանի որ կոռուպցիոն է ամբողջ համակարգը Հայաստանի Հանրապետությունում, Երևանի քաղաքապետարանը մերժեց այդ ծրագրի իրականացումը։ Մինչ Փոստանջյանը խոսում է աղբավայրի հասցրած վնասներից, Հանրապետական կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանը խոստանում է դրա տեղում աղբի վերամշակման գործարան կառուցել։ Մեր նախընտրական ծրագրում հստակ նշված է այդ ամենը, եւ մենք այդտեղ ստեղծելու ենք կանաչ գոտի։ Մենք միջազգային փորձ ուսումնասիրելով, նոր աղբավայր կառուցելով եւ նոր աղբավայրում վերամշակման գործարան կառուցելով վերջնականապես այս խնդիրը կլուծենք։ Գործող քաղաքապետին Նուբարաշենում ջերմորեն են ընդունել։ Տարոն Մարգարյանին հիշել են նաև ելք-դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել խորհրդարանական ընտրություններում պարտված Արաքել Մովսիսյանի հայտարարությունը, թե աջակցելու է Մարգարյանին, չնայած Երևանի բնակիչ չէ։ Ի պատասխան Փաշինյանը հայտնի ժողովրդական խոսքն է հիշել։ Ճար ունենար իր գլխին։ Ինչքան Արաքել Մովսիսյանը շատ ներգրավված լինի Տարոն Մարգարյանի քարոզարշավին, ես խնդրում եմ մաքսիմալ ակտիվ թող Արաքել Մովսիսյանը մասնակցի Տարոն Մարգարյանի քարոզարշավին, որ դա եւս մի լուրջ փաստարկ կլինի եւ շատ մեծ հաջողություն կբերի, մեծ ձայների թիվը էականորեն կմեծանա։ Մայիսի 1-ին աշխարհի բազմաթիվ երկրներում տոնում են աշխատավորի օրը։ Հայաստանի կոմունիստներն այսօր Երևանում ավանդական մայիս 1-յան երթն են անցկացրել։ Մասնակիցները կարմիր դրոշներ եւ «Կեցե մայիսի 1-ը ոչ պատերազմին, ինչու գողացակ մեր քվեները» կարգախոսներով պաստառներ են պարզել։ Ակցիան ուղեկցվել է ռուսական եւ հայկական խորհրդային քայլերքերով։ Երթին մասնակցող պիոներների Շարասյանը նաեւ փողային նվագախումբ է ուղեկցել։ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը ուռա! Նշենք, որ Հայաստանում մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, ի տարբերություն հարևան Վրաստանի։ Չնայած աշխատանքային օրվան մի շարք հասարակական եւ ուսանողական կազմակերպություններ մայրաքաղաք Թբիլիսիում երթ են կազմակերպել։ Մասնակիցները բողոքել են երկրում տիրող աղքատությունից եւ սոցիալական անարդարությունից, աշխատողների իրավունքների պաշտպանության կոչ արել։ Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում մայիս 1-յան ցույցերը վերածվել են իրավապահների հետ բախումների, 3 ոստիկան է տուժել։ Փակ դեմքերով մի քանի ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ հրահեղուկ նյութով լի շշեր եւ աղբ են նետել։ Ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Մայիս 1-յան ցույցի են դուրս եկել նաև Թուրքիայի կոմունիստները։ Ստամբուլում նրանք չեն խուսափել բռնություններից։ Բաքրքյոյ շրջանում մայիսի 1-ի առիթով կազմակերպված երթի ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջև բախումներ են գրանցվել։ Իրավապահներն օդ են կրակել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը Քյալաշ Սլոյանը, նա 52 տարեկան էր։ Քյարամի եղբայրը Համիկ Սլոյանը նշել է, որ հայրը վերջին մի քանի օրերին հիվանդանոցում էր։ Ասում է, Քյարամի դիակը տեսնելուց հետո վախեցած էր, չէր կարողանում իրեն տիրապետել։ Հորը կուղարկավորեն որդու Քյարամի մոտ։ Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանին ադրբեջանցի զինվորները սպանել ու գլխատել էին 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ։ Մարդասպանները հաղթական ավարով լուսանկարվել էին ու նկարները տարածել համացանցում։ Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել 15-ամյա տղան ընկել է Լոռուտ գյուղի մարզկետը։ Մինչ փրկարարների ժամանումը բնակիչները գետից դուրս են բերել Էդգար Քոչարյանի դին։ Նա Շամուտ գյուղի բնակիչ էր։ Վրաստանի Դուշեթի շրջանում ավտոմայրուղում Հայաստանի քաղաքացու պատկանող բեռնատար է այրվել։ Բեռնատարը Ռուսաստանից Հայաստան էր ուղևորվում, այն դատարկ է եղել։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Շուրջ 1 ժամ ավտոմայրուղու այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը փակ է եղել։
Երևանի Իսակովի պողոտայում ամերիկյան դեսպանատան մոտակայքում խոշոր պատահար է տեղի ունեցել։ Mercedes մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, նախ բախվել հաստաբուն ծառին, ապա արտաքին լուսավոր Մասյանը։ Պատահարի հետևանքով վարորդը 32-ամյա Արթուր Էլիզբարյանը եւ ուղևորները 20-ամյա Դավիթ Արաքելյանն ու 24-ամյա Հովանես Կարապետյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ 20-ամյա Դավիթի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Մայիսի 1 դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոին է 527, ռուբլունը 8 դրամ 48 լումա, ֆունտինը 624 դրամ։ Մայիսի 2-ի գիշերը եւ կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես գիշերն ու կեսօրից հետո տեղումներ են սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 11-ից 13, ցերեկը 23-ից 25 աստիճան տաքություն։